Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոն 2014 միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները։ Որպես մրցանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Հայաստանը ներկայացնող տանկային անձնակազմին տվեց հավաստագիր, որ հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր T-90S տանկ։ Մրցանակը սակայն արդեն շուրջ 2 տարի չի ուղարկվել Հայաստան։ Հայաստանի համապատասխան մարմիններն էլ իրենց հերթին չեն պահանջել, որ մոռացության մատնված մրցանակը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ուղարկի Հայաստան։ Թե ինչու Գալան փորձել է պարզել նախ գրավոր հարցում ուղարկելով մրցույթի կազմակերպիչ կողմին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Խնդրել ենք պատասխանել հետևյալ հարցերին. Հայաստանն ինչու չի ստացել դեռևս 2014 թվականին խոստացված T-90S-ը, պատրաստվում է արդյոք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ուղարկել մրցանակը։ Դրական պատասխանի դեպքում, ինչ ժամկետներում, բացասականի դեպքում հստակ պատճառաբանությամբ, թե ինչու։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռևս չի տվել մեր այս հարցերի պատասխանները։ Առայժմ գերադասում են լռություն պահպանել։ Գալան դիմել է նաև տանկային բիաթլոնի հովանավոր ռուսաստանյան Ուրալվագոնզավոդ ընկերությանը, որն արտադրում է T-72 եւ T-90 տանկերը։ Ընկերության մամլոխոսնակ Յուլիա Կոլմակովան Գալային փոխանցեց, որ հաղթած թիմի անդամներին իրենք նվիրել են ավտոմեքենաներ, իսկ տանկի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել։ Ընդգծենք, որ տանկային բիաթլոն 2014 մրցույթին առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը եւ Ուրալվագոնզավոդ ընկերությունը հաղթող թիմի անդամներին մեկական ՈՒԱԶ Patriot ռուսական արտադրության մեքենա նվիրեց։ Իսկ թե ինչու խոստացված տանկը չի ուղարկվել Հայաստան, T-90 արտադրող ընկերությունը եւ մրցույթի գլխավոր հովանավորը տեղյակ չէ։ Համենայն դեպս իրենց կողմից նման մրցանակ չի շնորհվել Հայաստանին, նշեց մամլոխոսնակը։ Մրցույթի կազմակերպիչը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է, Ուրալվագոնզավոդ ընկերությունն իհարկե արտադրում է, սակայն պատվիրատուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն է։ Արտադրանքը պատկանում է նրանց։ Ես մեկնաբանել չեմ կարող, առաջին անգամ եմ լսում այդ պատմության մասին։ Այն, որ մենք նվիրել ենք ավտոմեքենաները, դա հաստատ կարող եմ ասել։ Մյուս հարցով պետք է պարզաբանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Գալան տեղեկատվության ստացման հարցում է ուղարկել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասկանալու համար, թե ինչու 2014 թվականի օգոստոսին կայացած մրցույթից շուրջ 2 տարի անց Հայաստանի զինված ուժերը չի ստացել մրցանակը։ Հարցադրում ենք ներկայացրել, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը փորձել է անձամբ իր ռուս գործընկերոջից Սերգեյ Շոյգուից ճշտել, թե ինչու են հապաղում մրցանակն ուղարկել Հայաստան։ Արդյոք 2014 թվականից հետո եղել է դեպք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրավոր հարցում ուղարկի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Նաև հարցրել ենք, թե Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից մրցանակը չստանալու դեպքում արդյոք չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ստացած հավաստագիրը հետ ուղարկել, այն հասցեագրելով իր ռուս գործընկերոջը։